Ես հիմա սպառազինությունների մասին չեմ խոսում, որովհետև ինչպես ասում են, լավ է մի անգամ տեսնել, քան 100 անգամ լսել, եւ մենք էլի ուզում եմ ընդգծել, բացարձակապես մենք ընդհանրապես այդպիսի մտադրություն ոչ ունեինք, ոչ էլ տեն ցանկություն ունեինք, մանավանդ որ մեր շատ գաղտնի ինֆորմացիաներ, գաղտնի ոչ չէ, ասենք ինչ որ բաներ կա, մեկա բոլոր երկրները իհարկե անում են եւ սենց թե նենց մամուլում միջազգային շրջան արվել է, մենք ինչ ենք ձեռք բերել, բայց ամեն դեպքում, բայց մենք ուզում ենք մեր ժողովրդի առաջ հաշվետու լինել, թե ինչ սպառազինություն ենք ձեռք բերել վերջին տարիներին եւ մայիսի 28-ին Հանրապետության օրվա առիթով Հանրապետության հրապարակում կցուցադրենք իմիջայլոց միայն այն սպառազինությունը, որը ձեռք ենք բերել 2022 թվականից հետո եւ ուզում ենք պարզապես հաշվետու լինել մեր ժողովրդին, որպեսզի հույս ունենանք հարցերը փակվեն։ Ինչ? Եվ արտադրել շատ կարևոր հիշեցում, որովհետև նախորդ 3 տարվա ընթացքում մենք Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի համար 170 միլիարդ դրամի պատվեր ենք տեղադրել ռազմարդյունաբերական համալիրում։